Ողջույն, այս շաբաթվա թողարկումից հետո մի քանի շաբաթով դադար կվերցնենք եւ կվերադառնանք սեպտեմբերի կեսերին։ Իսկ այս հաղորդումն իրականում շատ կոնկրետ հարցերի մասին չէ, այլ ավելի շատ դիտարկումների մասին է այն ժամանակների, որ այսօր ապրում ենք Հայաստանում։ Ժամանակներ, երբ որոշ հարցերում առաջընթացն ու զարգացումը կապված են, կարելի է ասել, մեր ազգային թուլության հետ։ Այս հակասությունները հասկանալը այսօր մեր երկրում քաղաքականությունը հասկանալու բանալին է։ 2026-ի օգոստոսի 8-ին Firebird ընկերությունը Հրազդանում պաշտոնապես ազդարարեց արհեստական բանականությամբ գործող տվյալների կենտրոնի նախագծի առաջին փուլի մեկնարկի մասին։ Այս ԱԲ գործարանը, որը համարվում է տարածաշրջանի ԱԲ հաշվողական ամենամեծ կենտրոնը, նախ կներդնի ավելի քան $500 միլիոն, իսկ ընդհանուր ներդրումները, ըստ կանխատեսումների, մինչև 2027-ը կհասնի $5 միլիարդ։ Կօգտագործվի NVIDIA ընկերության արտադրության 70,000 հատ գրաֆիկական պրոցեսոր։ Ինչ կարող ենք ասել սրա մասին։ Սա իսկապես հիանալի նվաճում է, որը մեր երկիրը կդնի համաշխարհային տնտեսության այս ամենակարևոր ոլորտի առաջատար դիրքերում։ Հատկանշական է, որ այս նախագիծը առնվազն դրա սկզբնական փուլը ավարտվել է ընդամենը 7 ամսում, ինչն էլ ավելի զարմացնող է։ Հարկ է նշել Հայաստանի սերտ գործընկերությունը NVIDIA-ի հետ, քանի որ մենք օգտագործում ենք նրանց բոլոր չիպերը։ Իրականում NVIDIA-ի գործադիր տնօրենն այս մասին խոսել է շաբաթավերջին։ NVIDIA-ն նրանց համար, ովքեր ծանոթ չեն, ներկայումս աշխարհի ամենաարժեքավոր ընկերությունն է եւ թերևս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի ամենակարևոր ընկերությունը։ Այս նախագիծը նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների եւ համագործակցության հիանալի օրինակ է։ Նաեւ օրինակ է, թե ինչպես դա կարելի է օգտագործել Հայաստանի զարգացումն արագացնելու համար։ Պետք է նշել, որ այս նախագծի իրականացումը, գոնե դրա տեմպերը, շատ ավելի դժվար կլինեին առանց TRIP նախագծի, քանզի որոշ չիպեր եւ այլ բաղադրիչներ, որոնք գնելու թույլատվություն ունենք, հնարավոր է դարձել ձեռք բերել միայն TRIP նախագծի լրացուցիչ համաձայնագրի շրջանակում, քանզի ԱՄՆ-ն շատ ընտրողաբար է մոտենում դրանց արտահանման թույլատվություն տալու հարցում։ Ինձ համար ուշագրավ էր Ղազախստանի փոխվարչապետի ներկայությունը այս կենտրոնի բացմանը։ Ինչպես նշել էինք մի քանի շաբաթ առաջ, հայկական այս ընկերությունը Firebird-ը իրականում Ղազախստանում տվյալների շատ ավելի մեծ կենտրոն է կառուցում։ Այսինքն աշխարհի ամենակարևոր ընկերությունը NVIDIA-ն փաստացի հայկական ընկերության միջոցով կենտրոնական Ասիայի ամենակարևոր երկրում նման խոշոր նախագիծ է իրականացնում։ Այս նախագծի կարևորությունը չի կարելի թերագնահատել, եւ կարծում եմ մենք դրա նշանակությունը լիարժեք կհասկանանք նույնիսկ շատ ավելի լավ, քան այսօր։ Մեր երկրում առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում տեղի ունենալիք իրադարձություններին զուգընթաց։ Հիմա անցնենք հարցի մյուս կողմին։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես նկատել եմ, որ անսպասելի աղբյուրներից ոչ հայերի կողմից արվում են հայտարարություններ, որոնց հեղինակները զգալի աջակցություն են հայտնում Հայաստանին եւ ընդհանրապես հայկական հարցին։ Առաջինը կլսենք լիբանանյան արմատներով ամերիկացի ներդրող Նասիմ Թալեբի հայտարարությունը։ Եկեք լսենք այն։ Ինձ հրավիրեցին Ադրբեջան դասախոսություն կարդալու։ Ես հրաժարվեցի։ Նրանք զգալիորեն բարձրացրին առաջարկվող գումարի չափը, ճիշտ չհասկանալով իմ էթիկական սկզբունքները եւ մտածելով, որ դա ինչ-որ բան կփոխի։ Ես երբեք ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ։ Հաջորդը կլսենք տաջիկ բռնցքամարտիկ Սուլեյման Պալակ Մահմադովին։ Եթե չգիտեք ինչ է բաց բռնցքներով բռնցքամարտը, պատկերացրեք MMA-ը կամ Ultimate Fighting-ի առաջնությունը։ Եկեք լսենք։ Տաջիկ բռնցքամարտիկ Պալակ Մահմադովը Հայաստանում հարգանքի տուրք մատուցեց զոհված հայ զինվորներին։ Հայփ մրցաշարում ժյուրիի միաձայն որոշմամբ Ումար Դավլետ Միրզաևի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Հայաստան ժամանելուց կարճ ժամանակ անց Մահմադովը այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն։ Մարտից հետո նա ներկայացավ հայկական զինվորական համազգեստով, հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր զոհաբերել են իրենց կյանքը։ Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան ուժեղ են այս մարդիկ եւ որքան շատ բանի են դիմացել, ասաց Մահմադովը։ Դուք կարող եք նրանցից ամեն ինչ խլել, բայց երբեք չեք խլի հայերի սեժն ու սրտերը կամ իմ սերը նրանց նկատմամբ։ Վերջինը Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մանդանիի ուղերձն է։ Այս տարվա ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։ Եկեք լսենք, թե ինչ է ասում նա։ Այսօր լրանում է հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայում, Սիրիայում եւ Հայաստանում սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակին։ Եվ պետք է թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի։
2020-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից դուրս հանեց ավելի քան 100,000 հայ, շարունակելով ցեղասպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ։ Հիշատակի այսօրը մենք վերահաստատում ենք հայ ժողովրդի եւ բոլոր ժողովուրդների ազատության, անվտանգության եւ ինքնորոշման իրավունքը։ Գիտեք, շատ դժվար է լսել այս հայտարարությունները եւ չնկատել մեծ հակադրությունը մեր եւ մեր խնդիրների մասին ազգությամբ ոչ հայ մարդկանց կողմից արտահայտված ճշմարտության եւ այն վախկոտության միջև, որը տեսնում ենք մեր պետական պաշտոնյաների, մեր առաջնորդների եւ նույնիսկ մեր սփյուռքի հաստատությունների կողմից բոլոր հարցերում, սկսած Արցախում էթնիկ զտումներից եւ վերջացրած Բաքվում պահվող մեր ռազմագերիներով։ Մյուսները սակայն բարոյական պարզությամբ եւ արդարությամբ են տեսնում մեր երկրի խնդիրները եւ մեզ համար կարեւոր հարցերը, ինչպես նաեւ մեր ազգային ազատագրական պայքարը։ Մինչդեռ մենք ինքներս չափազանց վախկոտ ենք ողջ աշխարհին դրանք շեփորահարելու համար։ 2020-ի պատերազմում կրած պարտությունից եւ 2023-ին Արցախում էթնիկ զտումներից հետո մենք ականատես ենք լինում գրեթե վստահության ճգնաժամի եւ ինչն ավելի կարեւոր է ինքնավստահության պակասի, ինչպես նաեւ իրավիճակի, երբ պարտություններին եւ անհաջողությունների պետք է սովորենք։ Կարծես դրանք նորմ են, որ պետք է ընդունենք։ Ակնհայտ է, որ սա հիմնականում թելադրվում է մեր կառավարության կողմից, որը ըստ էության սա համարում է իր առաքինության ապացույց։ Բայց եթե ազնիվ լինենք ինքներս մեզ հետ բարոյական հարթությունում, այս անկումը շատ ավելի հեռուն է գնում։ Եկեք ավելի մանրամասն քննարկենք սա։ Մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի բռնապետը մեկնեց Գերմանիա, որտեղ նրան դիմավորեցին մեծ շուքով, ինչպես ցանկացած սովորական քաղաքական առաջնորդի։ Սա դուր չեկավ վտարանդի ադրբեջանցիներին եւ այլախոհներին, որոնցից շատերն ապրում են Գերմանիայում, եւ նրանք բազմամարդ բողոքի ակցիա արեցին ընդդեմ Ադրբեջանի նախագահի այցի։ Նույնիսկ մասնակցեցին Ալիևի մամուլի ասուլիսին Գերմանիայի կանցլերի հետ եւ սուր հարցեր տվեցին։ Նրանք Բերլինի փողոցներում հարցեր տվեցին նույնիսկ Հեքմեթ Հաջիևին, որը հայտնի է որպես Բաքվի Գեբելս։ Այդ հարց ու պատասխանի կադրերը լայնորեն տարածվեցին Ադրբեջանում։ Նախ եւ առաջ իմ հիացմունքն եմ ուզում արտահայտել ադրբեջանցի այլախոհների եւ սփյուռքի նկատմամբ, որոնք փողոց դուրս եկան եւ պայքարեցին այս ավազակների դեմ, որոնք պայքարում են նորմալ երկրում ապրելու իրավունքի համար։ Իրականում այս մարդիկ կորցնելու ավելի շատ բան ունեն, քան մենք, քանզի նրանցից շատերը չափազանց խոցելի են։ Նրանց ընտանիքները դեռ ապրում են բավականին ոչ ժողովրդական երկրում, Ադրբեջանում, որտեղ նրանց կարող են թիրախավորել կամ վնասել։ Այնպես որ ուզում եմ արժանին մատուցել այդ մարդկանց իրենց այս ջանքերի համար։ Այս դեպքում իմ հարցը մեզ է ուղղված. որտեղ էին հայերը գրողը տանի։ Աշխարհում չպետք է լինի որևէ երկիր, որտեղ Ադրբեջանի որևէ ականավոր գործիչ կամ առաջնորդ այցելի ու նրան այնտեղ բողոքի ակցիայով ոչ բռնի գործողություններով չդիմավորեն կամ չհետապնդեն ցուցարարները։ Նրանք աշխարհի բոլոր անկյուններում պետք է բախվեն այս իրողությանը եւ հրապարակավ վճարեն Արցախում էթնիկ զտումների, մեր զինվորների դեմ կատարած պատերազմական հանցագործությունների, Հայաստանի շարունակական օկուպացիայի եւ մեր պատանդներին շարունակ բանտերում պահելու համար։ Գիտեք, գերիների հարցը գրեթե այն անմխիթար վիճակի օրինակն է, որի մասին ես խոսում եմ։ Իրականում այս հարցը մեր հուսահատության ու անմխիթար վիճակի մասին վկայող խորհրդանիշն է, ինչպիսի աշխարհում է ընդունելի, որ հայերի խոշտանգումների եւ սպանությունների երկար փորձ ունեցող այլասերված պետությունը տասնյակ մարդկանց բարերարների, քաղաքական առաջնորդների պատանդ պահի միայն հայ լինելու համար, նրանց համար շինծու դատավարություն կազմակերպի եւ ըստ էության ցմահ բանտարկության դատապարտի այն դեպքում, երբ մենք պատրաստ չենք բարձրաձայնել խնդրի մասին եւ որևէ բան անել դա լուծելու համար։ Ամեն անգամ, երբ մեր պետական պաշտոնյաներին հարցնում են գերիներին վերադարձնելու մասին, նրանց ստանդարտ պատասխանն այն է, որ անաղմուկ աշխատում են կուլիսներում գերիներին ազատելու համար, ինչը ենթադրում եմ որոշ դեպքերում քաղաքական տարբերակ է ասելու լռեք եւ հեռացեք այստեղից, բայց ամեն ինչին պետք է գնահատական տալ արդյունքների հիման վրա։ 2023-ից ի վեր մենք կարողացել ենք հասնել նրան, որ Ադրբեջանն ազատ է արձակել ընդամենը 4 մարդու եւ տեղի ունեցան իսկապես աբսուրդային փոխանակումներ։ Երբ մենք երկու սիրիացի ահաբեկիչներին հանձնեցինք 4 լիովին անմեղ մարդկանց դիմաց, մենք պետք է շատ ավելին ստանայինք այդ փոխանակումից։ Բայց այսքան երկար տևած ձախողումից հետո մենք կարող ենք հարց տալ, թե արդյոք իշխանությունների ծրագիրը կուլիսներում լուռ աշխատանք տանելու այդ արշավն արդյոք իրականում արդյունք տալիս է։ Այս պահին իհարկե արդարացի է ասել, որ այս աշխատանքն իրականում միանգամայն աղաղակող ձախողում է։ Այժմ եկեք մեր պետական կառույցներից անցնենք մեր սփյուռքի հաստատություններին։ Սփյուռքում մենք ունենք կառույցներ, որոնց ակտիվները
մի քանի 100 միլիոն դոլարի են հասնում։ Ընդ որում, նման հնարավորություններով բազմաթիվ հաստատություններ կան։ Իսկապես այդքան դժվար է նրանցից մեկի կամ մի քանիսի համար միասին աշխատել եւ ասենք 1 միլիոն դոլար տրամադրել կազմակերպելու համար PR արշավ, որն անընդհատ կաշխատի այս հարցի շուրջ, մինչև մեր բոլոր գերիներն ազատ արձակվեն։ Եկեք մի կարևոր բան հասկանանք։ Դատելով Բաքվում տեղի ունեցող դատավարություններից կարող ենք վստահորեն ասել, որ մեր գերիները չեն դատվում որպես անհատներ։ Ադրբեջանն իրականում մեզ է դատում որպես Հայաստանի Հանրապետություն, հայերին է դատում որպես ամբողջություն։ Հիմա եկեք անցնենք խնդրի իրավական կողմին։ Շատ դժվար է գնալ իրավաբանական որևէ առաջատար ընկերություն Նյու Յորքից մինչև Փարիզ, Լոնդոնից մինչև Լոս Անջելես, որտեղ չլինեն շատ բարձր մակարդակի հայ փաստաբաններ, որոնք այդ ընկերություններում կամ աշխատում են որպես գործընկեր կամ որպես փաստաբաններ։ Կարծես թե նրանք բոլորը կարող են միավորել եւ փաստացի իրավական պատերազմ սկսել Բաքվի ռեժիմի դեմ բոլոր ճակատներում, աշխարհում գոյություն ունեցող բոլոր դատարաններում։ Այս աշխատանքի մի մասն արդեն անում է մի շատ լավ կազմակերպություն, ինչպիսին է CFTG-ն, բայց դա չափազանց քիչ է եւ նրանք մենակ են։ Պետք է ունենալ ինչ-որ բան, որ շատ ավելի մասշտաբային կլինի, քան դա։ Այժմ թույլ տվեք հարց ուղղել մարդու, հատկապես կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների։ Իսկ ինչ եք դուք անում, որպես 4 հայ կանանց դեպքերը հայտնի դառնան ամբողջ աշխարհում ձեր գործընկերների եւ նույն աշխատանքը կատարող ձեր մասնագիտության տեր մարդկանց շրջանում։ Ովքեր տեղյակ չեն, նշեմ, որ ես իհարկե խոսում եմ Անուշ Ապետյանի, Սուսաննա Գրիգորյանի, Ալիսա Մելքոնյանի եւ Իրինա Գասպարյանի մասին, որոնց 2022-ին ջերմուկ Ադրբեջանի ներխուժման ժամանակ Ալիևի այսպես կոչված զինվորները բռնաբարել են, խեղդել ու սպանել։ Եթե դուք չպաշտպանեք նրանց եւ նրանց համար արդարություն չպահանջեք, թե մեր երկրից, թե աշխարհից, ապա ով է դա անելու։ Հիմա անցնենք բնապահպանական կազմակերպություններին։ Հարց. ուր է շիկահողը փրկելու ձեր արշավը։ Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, որ շիկահողը անտառապատ հին արգելոց է, որն այժմ գրավել է ադրբեջանական ռեժիմը, որը ըստ էության կրում է այս անտառի արժեքավոր տարածքները եւ ոչնչացնում բուսական եւ կենդանական աշխարհը։ Ինչու աշխարհին չեք պատմում սրա մասին։ Մի քանի ամսից Հայաստանը կհյուրընկալի COP17-ը։ Եվ շիկահողի դեպքը թերևս լավագույն օրինակն է, թե ինչպես է կենսաբազմազանությունը ոչնչացվում Հայաստանում։ Մեր բնապահպանական կազմակերպությունները պետք է լինեն այս խնդրի լուծման առաջնագծում, ազգային եւ միջազգային մակարդակներում։ Հիմա անդրադառնամ աշխարհում հայ ազդեցիկ գործիչներին, շատ հարուստ կամ միլիարդատեր հայերին։ Իրականությունն այն է, որ հայկական սփյուռքը, որը ձգվում է Երևանից մինչև Մոսկվա, Նյու Յորքից մինչև Բուենոս Այրես, իրականում հիմա ավելի հարուստ եւ ազդեցիկ է, քան պատմության ընթացքում երբևէ եղել է։ Իսկապես դժվար է մի քանի միլիոն դոլար ծախսել մեր հայ գերիների ազատ արձակումն ապահովելու եւ Բաքվի ռեժիմին իսկապես ստիպելու համար, որ վճարի մեր ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար։ Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, երբ 19 հայ ընտանիք սպասում է գերիների ազատ արձակմանը եւ ստիպված է միայնակ պայքարել նավթ արտադրող եւ հսկայական ռեսուրսների տիրապետող այս պետության դեմ։ Վստահաբար ոմանք կպատասխանեն ասելով, թե ինչու եմ խտրականություն դնում եւ թիրախավորում հենց այս մարդկանց, հաստատություններին, մասնագետներին եւ կազմակերպություններին։ Միթե դա պետության պատասխանատվությունը չէ։ Եվ պատասխանը կլինի. այո, դա բացառապես ճիշտ է, բայց դա նաև կարևոր չէ, քանզի այս պահին մեր պետությունը ոչ ցանկություն ունի, ոչ էլ կարողություն պայքարելու մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու կամ մեր ազգային շահերն առաջ մղելու համար։ Մեր ազգային շահերն առաջիկա մի քանի տարիներին կպաշտպանեն եւ առաջ կմղեն միայն շարքային քաղաքացիները եւ մեր քաղաքացիական հասարակությունը եւ սփյուռքի հասարակությունները։ Մենք ազատ ժողովուրդ ենք եւ կարող ենք անկախ ու ազատ գործել։ Եկեք վերջապես սկսենք գործել։ Հաջորդ ամիս սեպտեմբերին կլրանա 2020-ի Արցախի պատերազմի 6-րդ տարին։ 6 տարի անց ժամանակն է մի կողմ դնել վախերը, ոտքի կանգնել եւ պայքարել մեր անհատական եւ հավաքական իրավունքների համար։ Պատմությունը ցույց է տալիս, որ իշխանությունը ոչինչ չի զիջում առանց պահանջի եւ ոչ ոք չի հարգում այն ժողովրդին, որը պատրաստ չէ ոտքի կանգնել, խոսել եւ պայքարել իր իրավունքների համար։ Եվ ոչ էլ պետք է հարգի։ Արդարության ձգտելու ճանապարհին չափավորությունն առաքինություն չէ, այլ պարզապես վախկոտության մեկ այլ հոմանիշ։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։